Ուրեմն աղոթքով Աննոր յորթվոյ ոգվին սրբո ամեն Հայր մեր որ երգենս ես Սուրբ երեցյանուն քո Եղեցի արքայություն քո Եղեցին գամ քո որպես երգենս եւ երգրի Ըստ մեր հանաբազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես եւ մեկ թող մրոց բրդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն Արպրգյազ մեր ճարե զիքոյ արքայություն եւ զորություն եւ պարքը վիդյանս ամեն Ողջույն քեզ Մարիամ, միշնորոք Տերն քեզ, օրհնյալ ես դու կանայս, եւ օրհնյալ է բդու որովայնի քո Հիսուս։ Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարախոսիավ ասմեր մահվրածս այժմ եւ ժամու մահվաններո ամեն։ Փարքոր եւ օրթվոյ ոգույն սրբո, այժմ եւ միշտավիտյանս ավդենից ամեն։ Տակույ խաության, աղոտյավ ասմեր։ Ինչպես միշտ սիրեմ սկսել հարց տալով, եթե հարցում ունիք։ Բարի երեկո Վարդապետ ջան, Բարի երեկո։ անցած ուրբաթ սպասելի հյուրեր ունեցա։ Չկարողացա ներկա ժամանակով մասնակցել։ Ես ասեմ Վարդապետ ջան, ես բանը զապիսը լսեցի։ Այնտեղ օրհնության մասին դուք ասացիք, որ օրհնությունը առատություն է եւ պարգև, որ Աստված տալիս է, երբ նա գոհ է մեզանից։ Այս հարցը շատ պրիմիտիվ հարց է, բայց միշտ միտքս եղել է փոքր ժամանակվանից։ Մենք միշտ ասում ենք Աստված օրհնի, բայց պատարագի ժամանակ մենք ասում ենք գովեմ կսկես, օրհնեմ կսկես։ Երբ մենք ենք ասում Աստծուն օրհնեմ կսկես, ինչպես կարող ենք հասկանալ այդ բառի տակ։ Երբեք չէի մտածած այդ ձևով։ Ուրեմն հավաքում եմ միտքերս, որպեսզի այդպիսի պատասխան մտամ, որ բավականին շիդակ լինի եւ եթե շաբթվա մեջը ուրիշ բան գտնեմ, կալ ուրբաթ օրը կշարունակեմ։ Օրհնելը երբ որ նաև առնում ենք փառը եբրայերեն լեզվով բարակ եւ այդ բարակը այդ ինչ որ մեջը բարունակում է Աստված որ տնում է այդ իր օրհնությունը մարդկանց կյանքին մեջը Ուրեմն, երբ որ այս ձևով աղոթում ենք եւ այս ձևով նայում ենք, որ Աստված մեզ օրհնում է եւ Աստծո օրհնությունը անշուշտ արադ է, չափազանց արադ է, նա մեզ դալիս է մեր երևակայից շատ ավելի, ինքը միշտ ավելիով դալիս է մեզ նույնիսկ երբ որ մենք բամը չխնդրենք, նա շարունակաբար դալիս է։ Բայց մյուս կողմեն, երբ որ ես ասում եմ աղոթքիս մեջը, օրհնեմ կսկես, հոս օրհնել բառը, բարակ բառը մի քիչ տարբեր իմաստով օգտագործվում է եւ անշուշտ սա մեծ խնդիր չէ, որ բառերը ունենան տարբեր իմաստներ եւ մենք կարողանանք նույն բառը տարբեր իմաստներով գործածել։ Ուրեմն հոս, երբ որ ես ասում եմ, որ ես օրհնում եմ Աստծուն, ոչ թե ես իրեն բարիք եմ անում, ոչ,
այդ իմաստով չէ, այլ նորեն այդ իմաստով է, որ ես շնորհակալություն եմ հայտնում, որ ինքը այդ բարիքները անում է ինձ համար։ Եվ ես քոհեմ, ուրախ եմ, որ ես կարողանում եմ շնորհակալությունս հայտնել իրեն իր օրհնությունների համար։ Իրապես ես լիցքավորված եմ իր օրհնություններով եւ այդ օրհնությունը ես վերադարձնում եմ իրեն պարապանելու համար։ Հիմա սա է, ինչ որ մտքիս մեջ գալիս է, եթե ուրիշ բաներ եւս լինեն, կալուր պատվորը կշարունակեմ։ Ուրիշ հարց։ Շատ բարի։ Ուրեմն շարունակում ենք յուքատի կրկից եւ գլուխ 2։ Արդեն մաս էջ արել ենք։ Էջը դարձնես։ Ասյալ լրինք։ Հաջորդ էջը լինից։ Այ, գլուխ 2։ Ուրեմն մեր այս օրերի, շաբաթների նայածը ծիսակատարությունն է։ Անցիսակատարումը մեր ամբողջ հավատքի կյանքը եւ անշուշտ անցյալ երկու անգամների մեջ է բաների որ հոն ամենակարևոր կետը որ կա այդ 7 խորհուրդները եւ այդ խորհուրդներն են որքան կարևոր են մեր կյանքի մեջ եւ այդ խորհուրդներն են որ դոնակատարում ենք մենք ապրում ենք այդ խորհուրդները մեր կյանքի բոլոր օրերին։ Եթե մի քիչ հեռուեն նայելու լինենք, մի տեսնենք, որ ամեն օր մենք այդ ծիսակատարության մեջ ենք, ամեն օր։ Եվ հիմա այս գլխի սկիզբը առաջին հարցը ով է անցիսակատարում ձեզը։ Ուրեմն անցիկ որ անում են բայց փունը փուն ծիսակատարողը ով է Հիսուս ինքն է եւ քրիստոնյաների մեծամասնությունը սա չեն հասկանում այդ եկեղեցիները եւ սա եկեղեցիներու մեծամասնությունն է որ չեն ընդունում եկեղեցու խորհուրդները որովհետեւ շատ եկեղեցիներ կան որ նույնիսկ մգրտությունը անհրաժեշտություն չեն տեսնել մգրտությունը նույնիսկ որպես խորհուրդ չեն ընդունում բայց ուրիշներ կա որ մգրտությունը ընդունում են եւ միան մգրտությունը
Բայց կատողիկ է առաքելական եւ ուղղափառ եկեղեցիները մենք ունենք բոլոր խորհուրդները։ Իսկ ողքականներին մեջը կան 1, 2, 3 կամ 4 ամենաշատը խորհուրդները ընդունում են։ Եվ մեկ խորհուրդ, որ միայն 3 եկեղեցիները ընդունում են, այսինքն մգրդություն, դրոշում եւ սուպարտություն, միայն այս 3 եկեղեցիներն են, որ ընդունում են այս խորհուրդները, իսկ մյուսները չեն ընդունում սուպարտությունը։ Ոչ մեկը չի գա, որովհետև բոլոր նրանք, ովքեր մտածում են Պադրակի սուրբարության մասին, չեն ուզեր ընդունել, որ Հիսուս իսկապես ներկա է այդ սուրբարության մեջ։ Ուրեմն, երբ որ մտածում ենք ծիսակատարության մասին, ծիսակատարումը լինում է Հիսուսի միջոցով։ Հիմա, երբ որ լատին եկեղեցու մեջ քահանան մկրտում է երեխան կամ չափահասը, եւ կրնանք ասել, որ երեխա հրապարով կնշանակի չի մկրտված, այսինքն ով որ չի մկրտված երեխա է։ Ուրեմն, երբ որ քահանան մկրտում է, ամենաառաջ երբ որ մկրտում է, ասում է, ես մկրտեմ քեզ անհոր եւ որդվո եւ ոգին սրբով։ Որքան որ քահանան է, որ մկրտում է, այսինքն այդ խոսքերը անում է եւ այդ չուր խոսքերը այդ ամենը, բայց իրականության մեջ այդ խորհուրդը դվողը Հիսուս ինքն է։ Իսկ մենք հայերս, երբ որ մենք մկրտում ենք, մենք ասում ենք Ծառայս Քրիստոսի կամ Աղախինս Քրիստոսի մկրտի, իցերս իմ ցերկով մկրտվում է, անհոր եւ որդվո եւ ոգին սրբով։ Ոս ավելի շեշտը տրվում է, որ որքան որ ես եմ այդ գործողությունը անողը, բայց իրականության մեջը ես չեմ, այլ Հիսուս ինքն է, որ իմ ցերկով մկրտում է։ Նույն ձևով պիտի ասենք մյուս խորհուրդները եւս։ Հիսուս ինքն է, որ այդ խորհուրդներուն դերն է եւ կործածում է մեզ, որ մենք այդ գործողությունը անենք։ Եվ մկրտությունը կարող է ուրիշ անգամ խոսենք, բայց հիմա պիտի ասեմ, որովհետև այս շաբթվա մեջ YouTube-ի վրա գար մի գինը, որ խոսում էր, որ ինչպես պատահել է, որ ինքը երբ որ փոքր էր, իր ծնողքը ամբողջովին հակառակ էին, որ ինքը մկրտվի, եւ իր դադիգն է, որ քահանայեն թույլտվություն առնում է, որպեսզի այդ դադիգը ինքը մկրտե։ Եվ ուրեմն հարցը, որ դրվում էր, արդյոք վավեր է այդ մկրտությունը։ Այո, վավեր է։ Եթե լինում է այդպես, ինչպես որ եկեղեցին ցանկանում է, որ լինի։ Ուրեմն մկրտությունը անհրաժեշտ չէ, որ մկրտողը, այսինքն այդ անձը, որ այդ արարողությունը, այդ ծիսակատարությունը անում է, իրականացնում է, կարիքը չկա, որ անպայման քահանա լինի։ Հիմա մենք հայկական եկեղեցու մեջ մի քիչ տարբեր է լատին
եկեցին։ Երբ որ ես սարգսավակ էի, սարգսավակ ծերնատրված էի եւ մի քանի ամիսեն քահանա պիտի ծերնատրվեի, ուրեմն երբ որ սարգսավակ էի, ես լատին եկեղեցու մեջը իրավունք ունեի եւ ես մգրդել եմ, որպես սարգսավակ մգրդել եմ մի քանի երեխաներ, որովհետեւ իրենք ճուրին մեջը միրոն չեն դնել եւ մեկ կողմեն, իսկ մյուս կողմեն մգրդությունը առանցին է, դրոշմը տեղի կունենա, երբ որ այդ երեխան 10-12 տարեկան կլինի։ Ինքը կդրոշմվի, առաջին հաղորդությունը գարներ 7 տարեկանի եւ անգե հետո է որ դրոշմվի։ Անշուշտ դրոշմը սարգսավակը չկրնարնել միայն եպիսկոպոսն է, որ ընդհանրապես կնե։ Եվ այսօր աշխարհին 4 կողմը եպիսկոպոսներն են լատին եկեղեցու մեջը, որ անում են այդ դրոշմը։ Բայց լատին եկեղեցին հրաման տալիս է քահանաներին, որ իրենք կարողանան դրոշմել եւ դրոշմում են, երբ որ չափահաս մեկը, ինչպես ասեցի, որ զատկվակ գիշերը, ավակշաբաթ գիշերը 140-150 հազար, չեմ գիտի ճիշտ ևը դերևս չի հայտարարվեց, բայց 120-ն ավելի է, 120,000-ն ավելի է, որ մգրդվեցին աշխարհին 4 կողմ։ Եվ անշուշտ շատ եկեղեցիների մեջը սրբազանն էր, որ մգրդեց, բայց ուրիշ եկեղեցիների մեջը սրբազանը չկար, միայն քահանան էր, եւ այդ քահանաները իրավունք ստացած էին, որբեսի ոչ միայն մգրդեն, այլ նաեւ դրոշմը անեն։ Նաեւ Աշապտվա մեջ նորեն մի սրբազան խոսում էր, որ երեք շաբթվա մեջը մի քանի 100 երեխա պիտի դրոշմե տարբեր եկեղեցիների մեջը, իր թեմին մեջը։ Եվ այդ սրբազանը շատ անգամ այս մեկ հատը պիտի ունեք ամբիցիոն է չգիտեմ, նոր մասին չխոսած, բայց շատ անգամ, որովհետև թիվը շատ մեծ է եւ կին երկար կդեվե, եթե սրբազանը առանցինն է այդ ամենը, որբեսի ավելի արագ լինի ժողովրդին համար, ոնդեղ ժամերով չլինեն, ուրեմն քահանաներին թույլ կտա, որ իրենք եւս դրոշմը անեն, բայց քահանան է կամ սրբազանն է, դրոշմը միայն Հիսուս ինքն է, որ անում է քահանայի միջոցով։ Նաև ոսե շեշտեմ եւ ասեմ, որ սրբազանը չի կրնար մի սարգսավակի օձյալ ծերնատրված օձում չի գա, ծերնատրված սարգսավակի չի կրնար իրավունք տալ, որ ինքը կարողանա դրոշմել։ Հիմա, մինչև հիմա ասածներս, ոև հարցում առաջացնում է ձեր մեջը։ Ես հարց ունեմ, Հայր Անտոն, եթե կարելի է։ Լսում եմ։ Եթե սխալմամբ մարդուն 2 անգամ են դրոշմ դնում, ինչ է պատահում հետո այդ մարդու հետ։ Սխալը ինչու է։ Այսինքն առաջ հիշում եք ժամանակ կար, որ մենակ մկրտում էին, դրոշմ չէին դնում։ Այդ ժամանակ դրոշմ չի դրվել, հետո տարիներ անց դրվել է մենակ դրոշմ, իսկ հետո պարզվել է, որ այդ ժամանակ փաստորեն դրվել էր։ Երկրորդ դրոշմը անվավեր մի բան է։ Առաջինն է, որ բանա կատարեց կորձը,
Իսկ դա մեղք չէ։ Եթե արեցիր գիտենալով մեղք կլինի, եթե գիտենալով չէ, մեղք չէ։ Գիտեք, հոստեղը չեմ գիտեր, որքան տեղյակ եկած Աշոտքի հիվանդանոցի մասին։ Աշոտք հիվանդանոցը որ գա։ Լսել եմ։ Okay. Հոնդեղը քուր նոել գար եւ ինքը շատ մեծ օգնություն տնտեսական օգնություն դալիս էր այդ ընտանիքներին, որ գալիս էին մգրտության համար եւ օգնություն խնդրելու։ Ուրեմն լսած եմ կանիներեն, որ մգրտված են, իրենց ավագները մգրտված են, նորեն դարել են հոն, որ նորեն մգրտվին, որպեսզի մի քանի կոպեկ ստանան քույր նայելեն։ Դա մեղք է։ Այս մի բան, որ պետք է նաև հասկանանք, որ մեղքը ասոր մասին պետք է շատ երկար բացատրություն գործողությունը չէ, որ մեղք է։ Ամեն ինչին մեջ է։ Ոչ մեկ գործողություն ինքը մեղք չէ։ Երբ որ մարդ կսպանես, այդ սպանելը չէ, որ մեղք է, այլ նպատակն է։ Ինչու արեցիր։ Որովհետև եթե դու սպանեցիր, դու քեզ պաշտպանելու համար այլևս մեղք չէ։ Ուրեմն տեսնես նպատակը ինչ որն է։ Եվ սա ամեն ինչ այդպես է։ Արարքը չէ մեղքը, այլ նպատակն է։ Ուրեմն երբ որ մեկը կերտա եւ մգրտվածը նորեն կներկայացնի նորեն մգրտության համար, արդյոք ինքը գիտի, որ իր արածը մեղք է կամ ոչ։ Եթե չի գիտեր, մեղք չէ։ Երբ որ գիտես եւ կանես, այդ ժամանակ է մեղքը։ Սա չափազանց կարևոր մի բան է։ Եվ սրա համար պետք է շատ լավ հասկանանք այս ամենը։ Նաև պետք է հասկանանք, որ երբ որ մեկը գսե չգիտեի, չգիտնալը մի բան է, բայց այսօր երբ որ խոսում ենք նաև սպանության մասին, եթե մեկը գսե չի գիտեր, որ սպանությունը մեղք է, ինչպես չի գիտեր, խեղճդ քեզի ասում է։ Շատ լավ գիտես, որ այդ ռածը ծխալ է։ Ինչ է վեցը։ Այդ ամենի մասին կարող է որ ապակային անտիբենք և այդ ամենի մասին էլի խոսենք։ Լավ, շնորհակալություն։ Ուրեմն, երբ որ մեկը երկու անգամ մգրտված է առանց գիտնալու, նաև իմ հետս ևս պատահեց, երբ որ նոր եկած էի Հայաստան, բանիկ քյուրին մեջը, ինձ ասում էին, որ հոնդեր գին մգա, որ ինքը կմգրդեր։ Ուրեմն կացի և հետը խոսացի, և ինչ-որ բացադրում էր, ինքը սուրբ երորդության աննով չեր մգրդում։ Ուրեմն այդ մգրդությունները, որքան որ մարդը կարծում է, որ մգրդված է, իրականության մեջ մգրդված չէ։ Եվ անոր համար այդ ժամանակ եկեղեցու բռնած թիրքը այն էր, որ այդ ամենուն նորեն կմգրդեինք, բայց տարբեր ասելով, ոչ թե ասելով ծարայս կամ ախինս Քրիստոսի մգրդի իցերս իմ աննոր եթե չես մգրդված ծարայս Քրիստոսի ախինս Քրիստոսի մգրդի իցերս իմ անհոր և որդու և ոգին սրբո
Եվ որովհետև չես գիտեր այդ անձը մգրդվել է կամ չի մգրդված, որովհետև նաև մյուս խնդիրը որ կա, այն է որ երբ որ կմգրդես, այդ մգրդությունը ամբողջ մեղքերը կոչնչացնի, բայց եթե առանց որ դու եւ ես գիտնանք, եթե այդ անձը շիդակ ծևով մգրդված է, ուրեմն երկրորդ անգամ, որ մգրդությունը անում են, այդ երկրորդ մգրդությունը անիմաստ է եւ ովևէ արդյունք չունի։ Դրա համար այդպիսի անձերեն նաեւ կբահանջվի, որ խոսվանեն իրենց մեղքերը, ամբողջ կյանքի մեղքերը։ Չեմ գիտեր, եթե հետևում եք իմ բոլոր ըսածներին, սրանք ամենակարևոր կետեր են։ Բայց այսօր անոր վրա չէ, որ պետք է շեշտը տնել, այլ շեշտը տնել, որ ծիսակատարությունը որն է։ Ուրեմն, երբ մենք անծիսակատարում ենք ձեսը, պետք է ներկուստ պատրաստվենք դրա համար։ Ուրեմն, երբ որ խոսենք մգրդության մասին, մգրդությունը կպահանջի, որ անձը հավատք ունենա։ Բայց եւ այնպես, մեկը մգրդվում է, որպեսզի հավատք ունենա։ Ուրեմն, մի անձ որ գուզե մգրդվել, ինքը ցանկանում է հավատք ունենալ եւ ինչպես ասկի առաջ ասել եմ, երբ որ գալիս է որևէ մեկը մգրդության, առաջին հարցը որ կանան դալիս է, ասո եկեցուց ինչ ես խնդրում։ Բուն պատասխանը հավատք։ Որքան որ ավելացնում են վրան հավատք հույս սեր մգրդություն, բայց իրականության մեջ պատասխանը միան մեկ է, որ է եւ ոչ այլ մգրդություն։ Մգրդությունը չէ որ խնդրում են, այլ հավատք։ Եկեղեցու հավատքն է, որ մենք կուզենք մասնակցել եկեղեցու հավատքին։ Ուրեմն, այսօր բավական երկար YouTube-ի դասախոսությունը լսում էի մի ժամանակ եւ մեջը խոսում էր եւ ասում էր, որ եթե մեկը ամբողջ Աստվածաշունչը ծայր գարտա մգրդվելուց առաջ ամբողջովին դարբեր է, քան երբ որ գարտում է մգրդվելուց հետո։ Մգրդվելուց հետո Աստծո շնորհքով կարողանում է հասկանալ շնորհիվ այդ հավատքին, որ եկեղեցին ներշնչում է, այդ անձը կարողանում է շատ ավելի դարբեր եւ ավելի խորը հասկանալ այդ իր գարտացած Աստվածաշունչը։ Սա է հավատքը։ Եվ մենք սա է որ խնդրում ենք եւ մգրդության համար բայց չի գա որ մեկը կատարյալ հավատք ունենա որ մգրդվի չէ։ Պահանջում է Աստծուց, խնդրում է Աստծուց, որ Աստված իրեն այդ հավատքը տա, որպեսզի կարողանա ավելի լավ հասկանալ։ Ուրեմն, ինչ որ հիմա դեղի է ունենում այդ 120-140 հազարը, որ մգրդվեցին եւ երկար պատրաստություններ դեսան մգրդվելուց առաջ, բայց կատարյալ պատրաստություն չէր, այլ փոմ պատրաստությունը շարունակվեց մգրդությունից հետո եւ շարունակվում է, այսինքն անոնք որ այս տարի զատկվակշերը
մգրդվեցին, հիմա իրենց հասկացողությունը, իրենց հավատքի մասին գիտելիքները շարունակվում են իրենց տրվել։ Եվ սա միայն այսօրվա մասին չէ։ Գիշեմ երրորդ տարու Երուսաղեմի մի եպիսկոպոս, որ ինքը բավականի մեծ թվով քարոզներ պատրաստած էր, մեկ մասը որպես պատրաստություն մգրդության եւ մեկ մասը մգրդությունից հետո սորվեցնելու այդ մգրդվողներին բուն խորհրդի մասին։ Ուրեմն որբեսի մենք խորհուրդները ընդունենք, որբեսի մենք ծիսակատարությունը անենք, պետք է ներկուստ պատրաստենք բոլոր խորհուրդների համար։ Եվ անշուշտ ամենակարևոր խորհուրդը բادرակն է։ 180 թիվ հարցումը ինչու են բادرակը երբեմն անվանում պաշտամունքային ծառայություն։ Պաշտամունքային ծառայությունը նախևառաջ մի ծառայություն է, որը Աստված կատարում է մեզ համար։ Եվ միայն դրանից հետո է մեր ծառայությունը մատուցվում Աստծուն։ Աստված ինքն իրեն տալիս է մեզ սուրբ նշաններով, որպեսզի մենք էլ նույնը անենք, անվերապահորեն ընծայվենք նրան։ Այս ամենը, երբ որ նայում ենք, տարբեր գդորներ են խոսում, բայց այս ամենը պետք է կարողանանք ամփոփել մեր մտքին մեջը եւ ունենալ մի պանորամիկ պատկեր, թե ինչ են այս ամենը։ Եվ այսօր մասին, տարբեր բաների մասին ես երկար խոսել եւ բացատրություններ տված եմ, որ ինչ է որ տեղի ունենում։ Աստծո ծրագիրը որն է։ Աստծո ծրագիրը այն է, որ մարդս ստեղծված է, որպեսզի Աստծուն մատուցե այդ ծառայությունը։ Բայց որովհետև մարդս մեղավոր է եւ չի կարողանում դա անել, Աստված ինքը մարմնացավ, մարդացավ եւ ինքն է որ այդ ծառայություն մատուցեց, մեկ անգամ ընդմիշտ մեռնելով խաչին վրա, հարություն առնելով, մանավանդ հարությունից հետո ինքը գնաց Աստծո աջ կողմը։ Հավասիկ սա է այդ ծառայությունը Աստված ինքն է որ կատարեց եւ որովհետեւ Հիսուս իր ամբողջ էությունը մեզ տվեց, նաեւ մեզանից խնդրում է, նաեւ կրնանքսել պահանջում է, որ մենք եւս նույնը անենք։ Ուրեմն քահանան, երբ որ առնում է հացը եւ ասում է արեք երեք, սա իմ մարմինն է, քահանան, որ նաեւ ներկայացնում է ոչ միայն Հիսուսին, այլ նաեւ ժողովրդին, քահանան եւս պետք է այդ նույն ցևով մտածի եւ պատրաստ լինի իր կյանքը նվիրելու ժողովրդին համար նվիրել Աստծուն, բայց մենք չենք կարող Աստծուն որևէ բան անել, չենք կարող բան մտալ մենք Աստծուն, ինչ որ պիտի տանք Աստծուն, մենք պիտի տանք մեր եղբայրներին եւ քույրերին։ Ուրեմն քահանան պետք է պատրաստակամություն ունենա, ծառայություն, որովհետեւ սա է ամենակարևորը։
ծառայություն եւ Հիսուս դրա համար է որ վերջին ընտրքի գիշերը ինչ որ կարծում ենք Հովանեսի ավետարանի մեջը ուսներում ոտքը լվանում է եւ ասում է բասիկ ես եկել եմ ծառայելու ոչ թե ծառայություն ընդունելու այլ ծառայելու եւ նույնն է որ քահանան պետք է նույն ծևով մտածի բայց ոչ միայն քահանան մեզանից յուրաքանչյուրը որ մենք մասնակցում ենք պատարագին չեմ կարծեր որ ովևէ քահանա ցեզի այս ծևով խոսած լինի մենք բոլորս իրար պիտի ծառայենք սա է բուն իմաստը պատարագին մեջը մենք ոչ թե մի բան ենք անում եւ Հիսուսը ընդունում ենք մենք մեր մեջը սա դեղի ունենում այո բայց նպատակը որն է նպատակը ծառայությունն է ամբողջությամբ պատրաստակամություն ծառայելու բայց եւ այնպես որովհետեւ մենք կոտրված մարդիկ ենք չենք կարող դեսնել դա եւ երբ որ գնայինք մենք բոլոր կանաներին ես դուրսը չեմ ես ամեջն եմ ես ալվադրված եմ երբ որ գնայինք մեր կանաներին կտեսնենք իրենց մեջը դգարությունները սխալները մեղքերը այդ ամենը կտեսնենք դաղոտենք իրենց համար եւ նաեւ հասկանանք որ մենք եւս կոտրված ենք ամեն մեկերնից կոտրված է մենք եւս կարիք ունենք աղոթքի եւ մենք եւս չենք կարողանում ծառայել այդպես ինչպես որ պետք է ծառայենք որովհետեւ ամեն քրիստոնյա պարտականություն ունի ծառայելու ամեն մեկը որ քրիստոնեությունը ընդունում է մգրդությունը ընդունած է միևնույն ժամանակ պիտի լինի եւ աշակերտ եւ առաքյալ մեզանից յուրաքանչյուրը մեր բարդականությունն է մեր կյանքով եւ եթե մենք նաեւ ունենք բարդականությունը կարողությունը նաեւ մենք պիտի սովորեցնենք ուրիշներին խոսքով բայց ամենաառաջ մեր կյանքի օրինակով կոտրված ենք լավ չենք կարող անել Աստծուց պիտի խնդրենք օգնություն որովհետեւ այդ ծառայությունը պատարագը իրապես կարողանանք ապրել պատարագը մի բան չէ որ մենք շաբաթը մեկ անգամ գերտանք եւ վсё սա չէ պատարագը հին ժամանակ լատինական պատարագին վերջավորությունը կսվեր ite missa est գնացեք պատարագը դեղի ունեցավ բայց սա ոչ թե ղրգել էր միայն այլ նաև այդ ինչ որ ստացակ պատարագեն կացեք ապրեք այդ ծեր ստացածը այդ ծառայությունը որ մենք ստացանք Քրիստոսի ծառայություն Քրիստոս որ մեզ ծառայեց բասիկ մենք պիտի երթանք դա նույնը անենք մեր չորս կողմը ուրեմն պատարագը պաշտամունքային ծառայություն է եւ պատարագին մասին շատ լավ գաղափար կրնանք կազմել երբ որ մենք հայտնության կերքի 20 եւ 21-րդ գլուխները
այդ ցևով գարտանք տեսնենք թե իրականության մեջ ինչ է որ դեղի է ունենում հիմա մտածելով կամ ուսումնասիրելով ծիսակատարությունը ինչպես է որ դեղի ունենում եւ այս քալիք մեկ երկու հարցում պատասխաններին մեջը մեզի բացատրություն է դրվում թե ինչու այդքան շատ նշաններ կան ծիսակատարության մեջը ուրեմն Պատրակին ժամանակ մենք ունենք հացը եւ քինին, բայց ոչ միայն խունգն ալկա եւ երկեցողությունն ալկա, երաժշտությունն ալկա այդ ամեն նշանները որ կան որքան կարևոր է մագրության ժամանակը ճուրը, մյուրոնը ամեն ինչին ամեն մի խորհրդի մեջը ունենք նշաններ եւ բազմաթիվ նշաններ, մեկ երկու նշան չէ, շատ մեծ թվով եւ ոստեղ ես ձեզ պիտի չկարդամ, ուզեմ որ դուք կարդաք այդ մնացածը ինչպես է 81, 82, 83, 84, 85, 86 այս ամենը պետք է կարդաք հարցումները որ կան եւ պատասխանները որ բացատրում է ինչու այս ամենը կարևոր է ինչու նշանները կարևոր են որովհետև նշանները մաս կազմում են մեզանից յուրաքանչյուրի կյանքի մեջը այսօր եւ նշանը կարող է որ մեր մարմնով մի նշան ենք անում երբ որ մենք խոնարհվում ենք սա նշան է հարկանքի նշան է չէ եւ մեր կովը մենք խոնարհվում ենք իսկ լադիներուն կովը մեկ ձունգի վրա ձունգի կալն է որ այդ ձևով այսինքն երբ որ խորանին արժև են կամ ավելի շիդագը դաբանագի արժև են գանցնեն երբ որ սուրբարություն կա անպայման կզնրատրեն մեկ ձունգի վրա մենք կխոնարհվենք ուրեմն նաև երբ որ ավետարանը կարտացվում է մենք ոտնգայց ենք եւ սա եւ նշան է ծիսակատարություն է երբ որ աղոթում ենք ցերկերնից կարող ենք բանալ եւ կարող ենք ցերկերը միացնել այս ամենը նշաններ են եւ մեր կյանքի մեջը այս ամեն նշանները ընդունված են չէ երբ որ մեկումը ծաղիկ կուտաս եւ ծաղիկին քույնը որքան կարեւոր է երբ որ հիվանդ այցելելու գերտաս գարմիր վարդ չես տանիր չեմ գիտեր ցերկովը ինչպես է բայց Ավստրալիայում մեջը ավելի թեղին ծաղիկ թեղին վարդ կտանեին բան երբ որ հիվանդ այցելեին ամեն բան տեսակ նշաններ մենք միշտ ունեցել ենք եւ ունենք սա շատ բարձ է եւ պատրակի ժամանակա այդ ամեն նշանները որ կան անոնք ամենը իրենց տեղը ունին պետք է լավ հասկանանք այդ բոլոր նշանները եւ այդ նշաններում մեջ նաեւ մաս է կազմում խոսքը որովհետեւ կադեն մի նշան շատ վերջախոս է եւ ամեն ինչ որ կուզենք ասել դա ասում է բայց շատ անգամ բառերը պետք են ուրեմն երբ որ պատրակին մեջը առնես հացը եւ քինին եւ բամը չսես անշուշտ ոչ այն դարբեր բան է բայց
Որն է կարևորը։ Բան արեկերեկը, որքան կարևոր է, չէ։ Արեկերեք չափազանց կարևոր բարերը, բայց ոչ միայն այդ բարերը հոնդեղը, բայց նաև այդ ամեն աղոթների մեջ բարերը, որ մենք գործածում ենք, կարևոր են։ Ուրեմն բարերը իրենց տեղ ունին։ Եվ նաև բան գուզեմ ձեր ուշադրության հասնել, որ թարերի ընթացքում նաև երաժշտությունը հատուկ տեղ սկսավ ունենալ։ Երբ որ կարդում ենք երկի կրկի մեջը, որ հрьяաները անաբադին մեջը, երբ որ բան վրանը շինեցին եւ հոն տաճարը բան տաբանագը գար, իրենք երաժշտություն չունեին։ Վերջը տեսնում ենք, որ երբ որ Երուսաղեմի մեջը տաճարը շինվեց, հոն կանաների ղևտացիների մեկ մասը իրենց կորձներ երաժշտությունը ապահովելը։ Խոսքերը, նաև աղոթքները եւ սաղմոսները, այդ ամենը որքան կարևոր մասեր են, քույները, որ կգործածվեն բան եկեցու մեջը, այդ ամենը խոսուն նշաններ են եւ կարևոր նշաններ են, որ այդ ամենը մաս է կազմում մեր պարապանության, մեր ծիսակատարության։ Որտեղ խոսքերը բավարար չեն Աստծուն պարապանելու համար, մեզ օգնության է հասնում երաժշտությունը։ Ինչպես է ծիսակատարությունը ազդում ժամանակի վրա։ Ծիսակատարման ընթացքում ժամանակը դառնում է ժամանակ Աստծո համար։ Մեր ամբողջ ժամանակը մենք կարող ենք մեր կյանքի ընթացքում մեր ժամանակը մերն է, մեր ուզածի պես օգտագործում ենք, բայց եւ այնպես Աստված բանջում է մեզանից, որ մենք ժամանակ հատկացնենք իրեն։ Դա լինում է ծիսակատարությամբ եւ երբ որ մտածում ենք ծիսակատարության մասին, սա միայն երբ որ խորհուրդները մատակարարվում են, միայն անիկա չէ, այլ նաև հոն երկու կարևոր բան կա, մեկը դա կիրակի օրը, որ հատուկ օր է եւ սա բզդիկ զադիկ է հարության խորհուրդը մեզ նորեն եւ նորեն ներկայացնում է կիրակի օրը եւ ուրեմն կիրակի օրվա հետ մենք հատուկ կերպով պիտի վարվենք։ Եթե ոչ, մենք անասունների պես կլինենք կամ ստրուկների պես։ Եվ հрьяաներն են, որ Աստված իրենց սորվեցուց շաբաթը մեկ օր հանգիստը եւ ով որ կրնա հանգիստը ազատը։ Ստրուկը չի կրնա հանգիստը։ Ստրուկը մինչև վերջի պիտի աշխատի։ Որքան որ դերը իր մեջ պահանջում է, ինքը պիտի աշխատի։ Բայց երբ որ տուն քեզի կստիպես, որ շաբաթը մեկ օր չաշխատես, որբեսի տուն քեզ հիշեցնես, որ տուն ազատ ես։ Եվ նաև այդ քեզ կհիշեցնի հավիտենականությունը, որ հավիտենականության մեջը ժամանակը գոյություն չունի եւ մենք
ազատության մեջ պիտի լինենք, մենք համդեսում ենք այդ երկնքի ազատությունը աշխարհքից վրա, երբ որ Կիրակի օրը մենք ազատ ենք պահում մենք մեզ եւ կորց անելու փոխարեն կորց որ մեզի եկամուտ պիտի ապահովե մեր կորցը առաջ պիտի անի եւ որ մենք Կիրակի օրը կորցածում ենք ընտանիքին համար մեր հոգու կարիքների համար ամբողջովին այդ ժամանակը սրբացած ժամանակ լինում է եւ ամեն օրվա մեջը գա նաեւ աղոթքի ժամերը Ինգլակարանին մեջը գարտում ենք որ մարդը օրը 7 անգամ գործը գեցնում է եւ աղոթում է 7 անգամ եւ մեր պատմության մեջը ասկե 1000 տարի առաջ մեր քույրերի մեջը ժամերկությունը բոլոր եկեղեցիների մեջ տեղի է ունենում նույնիսկ գիշեմ երբ որ 1990-ական թվականին բանը ախալկալակ կացի այցելության ոնդեղը հայր մանվելը կար եւ ինքը օրվա մեջ քանի անգամ ժամերկությունը անում էր ժողովրդին հետ մեր հայերի մոտ ժողովուրդը քյուրի ժողովուրդը քալիս էին եւ որքան որ կարող էին իրենք մասնակցում էին ժամերկության եկեղեցի մեջ բայց հիմա նույնիսկ մեր եկեղեցիների մեջ է ժամերկություն չկա նույնիսկ մեր կանաները ժամերկության շատ կարևորություն չեն տալիս շատ քիչ են կանաները որ ժամերկության կարևորություն կտած իսկ լատիներուն մոտ մինչև ասկե 60-70 տարի առաջ կանաները ամեն օր անպայման պետք էին ժամերկությունը աղոթել եւ ընդհանրապես կանաներն էին որ ժամերկություն աղոթում էին ինչպես նաեւ միապանության անդամները երբ որ ապրում էին հավաքական կյանքի մեջ բանկերի մեջ լինեն մայրապետներ լինեն եղբայրներ որ ապրում էին հասարակական կյանքի մեջ իրենք աղոթում էին ժամերկությունը իսկ այսօր շատ տարածված է եւ շատ հեշտացված է որ մարդիկ փյուրավոր միլիոնավոր անցիկ կան աշխարհին 4 կողմը ովքեր ամեն օր ժամերկությունը աղոթում են լատինական եկեղեցու մեջ տարբեր լեզուներով այշուշ ամեն մեկը իր լեզվով աղոթում են բայց նույն աղոթքներն են եւ այս ամենի մեջ ժամերկությունը նաեւ օգնում է որ դարվա ընթացքում ամբողջ աստվածաշունչի ընթերցումներից շատ կարևոր մի մաս կարտացվում է ուրեմն ժամերկության ընթերցումները կան եւ նաեւ պատարագի ընթերցումները կան որ այս ամենը միասին օգնում են մարդկանց որպեսզի ավելի մոդենան եւ ավելի կարողանան հետևել Աստծո խոսքին որտեղ Աստծո խոսքը կենտանի է Աստծո խոսքը երկսայրի սուր է որ մենք պետք է մենք մեզ այդ ամենով լիցքավորենք եւ տոնենք որ Աստծո խոսքը մեծ աստեցություն ունենա մեր վրա շատ բարի
Հարցում ունեք։ Եթե հարցում չկա, բարի գիշեր ասեմ։ Աստծո օրհնությունը ձեր բոլորի հետ լինի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, Բարի Վարդան։ գիշեր։